Տիկին Մանուկյան, առավոտյան ձեր դուռը ծեծել էին քննչական կոմիտեի ներկայացուցիչները եւ մենք տեսանք տեսանյութ ԱԱԾ-ի ներկայացուցիչները պահանջում էին եւ քննչական կոմիտեի մեկ համատեղ եկել էին ու դուք թուղթ եք պահանջում ցույց տալ ինչի համար եք եկել, ինչ նպատակով տեսանյութը կտրվեց, չհասկացանք ինչներ գալը նպատակը, ինչ էին ուզում ձեզանից։ Նախ կմեկնաբանեք ինչներ նպատակը, ինչ խուզարկեցին ձեր բնակարանում, ինչ տարան բնակարանից։ Ես շատ վաղուց էի իրենց սպասում, հրապարակային հայտարարությունները արել էի, որ սուրճը դրած իրենց են սպասում, արդեն որքան ժամանակ է, որովհետև երբ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի հարթակից էր մարազմատիկ ապօրինի հրահանգը իջեցրեց, որպեսզի քրեական հետապնդում իրականացնեն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, հետո էլ արդեն մամուլում իմ անունը արտահոսք եղավ, իմ անվան հետ կապված, արդեն պարզ էր, որ իրենք այսպիսի մի շոու պետք է բեմադրեն, բայց չէին գալիս, չհասկացա ինչու։ Հետո սպասում էի, որ ժամը 7-ին կգան, սիմվոլիկ կերպով, ինչպես որ Մայր Հայաստան կուսակցության գրասենյակը եկել։ Ուշ էին այսօր եկել փաստորեն։ Հաշվի առնելով, որ ամսի 7-ին այո, խորհրդանական ընտրություններն են, երևի ընտրությունները անցան, դրա համար այսօր 7:30 էին եկել, կամ չգիտեմ, խցանումներ էր երևի, չեմ կարող։ Ինչ են փնտրում։ Առանց ներկայանալու ուզում էին մտնեին մեր բնակարան, ես նախասացի, որ ներկայացեք, որովհետև ես ձեզ չեմ ճանաչում։ Երկրորդ հերթին ասում էի, որ որոշումը ցույց տան դատարանի խոզարկություն իրականացնելու, իրենք ամեն կերպ չէին ուզում ցույց տան եւ իմ հեռախոսն էին ուզում խլել իմ ձեռքից։ Ես իհարկե շատ փորձեցի որքան հնարավոր է համառել եւ նկարահանել, բայց արդեն հասկանալով, որ բռնի կարող է հեռախոսը ինձանից վերցնում, որոշեցի անջատել լայվը, որ գոնե այնքան է, ինչքանով կարողացել եմ արձանագրել, դա հասցնեի հրապարակել Facebook-ում եւ մեր հանրություններ ծանոթանալ, թե ինչ է տեղի ունենում։ Դրա համար ասացի, թե չայնպես չէ, որ իրենց գործողությունները արդեն օրինական հարթության մեջ էին տեղավորվում։ Երկրորդ հերթին ես կարծում եմ, որ այս քննչական գործողությունները օրինականության հետ խնդիր ունեն, որովհետև բացի Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ լինելուց, ես նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու եմ, հետևաբար ես կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խոզարկություն իրականացնելու թույլտվությունը պետք է լիներ, այսինքն իմ անձեռնմխելիությունը առնվազն հաղթահարված պիտի լիներ, որը չկար, բացակայում էր, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ ավելի լուրջ գործողություններով է զբաղված, օրինակ համացանցում արդեն ծաղրի առարկա է դարձել, որ Բագն Հովակիմյանը Այվազովսկուց ոչինչով չի տարբերվում եւ մեր նորօրյա շատ տաղանդավոր նկարիչն է դարձել։ Նկարչությունից բացի այլ օրինական գործողություններ իրենք չեն ուզում փաստորեն իրականացնել։ Ինչ են փնտրում Տիկին Մանուկյան ձեր տանը։ Ես չգիտեմ ինչ էին փնտրում, ամենայն դեպս չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բան իրենք մտադրություն ունեին փնտրելու, ավելի շատ սա շոու բեմադրելու նպատակ էր հետապնդում։ Առնվազն օրինակ կարող էին գտնել իմ խմորեղենների բաղադրատոմսերը կամ իմ դստեր բացիկները մարտի 8-ի հետ կապված, որ ինձ նվիրել էր, ես չգիտեմ, կամ օրինակ կառավարության կողմից ինձ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատարանի նյութերը, երբ պատերազմի օրերին ապօրինի կերպով 2 թե 3 անգամ Facebook-յան գրառումների համար ինձ բերման էին ենթարկել կամ հրավիրել էին մի խոսքով ամեն դեպքում տեղափոխել էին ոստիկանություն, հետո արդեն այդ վարչական վարույթները կարճվեցին, որովհետև պարզվեց, որ դրանք հակասահմանադրական որոշումներ են։ Իսկ կառավարությունը, եթե հիշում եք, հակասահմանադրական որոշում էր կայացրել պատերազմի օրերին մարդկանց լրացնելու եւ ճշմարտությունը չհայտարարելու համար։ Այո, որոշակի բաներ տարել են, ես չգիտեմ, կարող եմ դրանք հրապարակել թե չէ։ Ամենայն դեպս հեռախոս ինձ մոտ չկա, որովհետև այդ պահին իրենք արդեն ուզում էին վերցնել ինձանից հեռախոսը, արգրավել են։ Համակարգի։ Այսպես ասեմ, շատ բան չեն տարել, կարելի ասել ընդհանրապես ոչ մի բան չեն տարել, ինչ էլ տարել են, ընդհանրապես որևէ բան չէր կարող լինել դրանց մեջ, որ հանցագործություն պարունակեր։ Լրտեսության հետ կապված, այսինքն Անդրանիկ Թևանյանի հետ կապված քրեական բոլորին հայտնի գործի շրջանակներում, որովհետև ես նախաքննության գաղտնիությունը պահպանելու ստորագրություն եմ տվել, շատ մանրամասներ չեմ կարողացել, կարող եմ ասել, որ միայն ձեզ հայտնի գործի շրջանակներում էր զարգությունը եւ կարող եմ ասել, որ ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ, այսքան ընդհանրապես ես կարող եմ ասել այս շրջանակներում։ Հարցաքննվել եք ու դուրս եք եկել քննչական կոմիտեից։ Հարցաքննության հետ կապված էլ ըստ էության հարցաքննություն տեղի չի ունեցել, այլ մանրամասներ խնդրում եմ չհրապարակել։